Կարող ենք ասել բարձրաձայնել ամեն, Տիրոջ խոստումները այո եւ ամեն են, էլի ամեն։ Աստծո ժողովուրդ, ոչինչ մեր կյանքում Տիրոջից առավել չլինի։ Ոչ մի բան մեր կյանքում Աստծուց առավել չլինի։ Ավելի կարևոր տեղ չզբաղեցնի մեր կյանքում Աստծո ժողովուրդ։ Ոչ մեր ծառայությունները, նույնիսկ մտնում եմ նման տեղ, որտեղ շատ զգայուն թեմա է։ Մեր ծառայությունները կլինի, մեր կոչումները կլինի, մեր դիրքը կլինի, թե մեր պարգևները կլինի։ Ոչ մի բան Աստծուց առավել չլինի։ Ամեն ինչից առավել Աստծո հետ ժամ անցկасնելն է, Տիրոջ հետ քայլելն է, Տիրոջ խոսքին այո եւ ամեն ասելն է եւ Տիրոջ խոսքով ապրելն է։ Ամեն ասեք ու փառքը տվեք Տիրոջ, ամեն։ Աստծո ժողովուրդ, դարերով սպասված հարսանիքը վերջապես կատարվելու է, կայանալու է։ Այդ հարսանիքը բոլորս գիտենք, իհարկե շատ նոր մարդիկ կան այստեղ, մի քիչ ավելի մանրամասնեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Դա Քրիստոս Հիսուսի հարսանիքն է իր հարսի հետ, որը եկեղեցին է, որը որ մենք ենք։ Բայց գիտեք ինչ եմ նկատում ես վերջի ժամանակները, իհարկե ես ուրիշներին չեմ նայում ու քննում, ես քննում եմ այս եկեղեցին, որտեղ մեզ այս եկեղեցու վրա է Տերը վերակացու արել։ Ես նկատում եմ մարդիկ ավելի մտահոգված են նշանների մասին, որ տրվեց Հիսուսից։ Մատթեոս 24-րդ գլխի, որտեղ ասում է վերջի ժամանակներում շատ սուտ Քրիստոսներ վեր կկենան, սուտ մարգարեություններ կլնեն, սուտ ուսուցիչներ կլնեն, այնտեղ խոսում է երկրաշարժներ կտեսնեք, աղետներ կտեսնեք, խոսում է նաև ֆինանսական ճգնաժամ տարբեր իհարկե տեղերում Տերը դարձյալ խոսում է այդ մասին, դա ավելի հայտնության մեջ է, հա, խոսում է, որ չարությունը չափազանց կբարձրանա, կզարգանա ավելի, սա տալիս է որպես նշաններ, որ վերջի ժամանակներում այս ամենը պիտի լինի եւ ժողովուրդը ավելի կենտրոնացած է սրա վրա, որը որ պիտի մենք իմանանք ու քննենք ու նայենք, սխալ չի նայելը, ճիշտ հասկացեք, բայց ժողովուրդը ավելի կենտրոնացած է սրա վրա, քան հարսի նախապատրաստության վրա։ Մենք հարսը, որպես եկեղեցին Քրիստոսի, մենք պիտի կենտրոնացած ունենք նախապատրաստության վրա, այսինքն պատրաստվելու Քրիստոսի վերադարձին, ոչ թե նշաններին, նշանները տեսնում ենք, արդեն իսկ կատարվում է, ժողովուրդ լսում եք, նշանները լսում ենք, տեսնում ենք և արդեն իսկ կատարվում է, բայց կարևորը որն է իմ ասածը, որ մենք նաև կենտրոնանանք պատրաստության վրա, հարսը պիտի պատրաստվի, հարսը եթե պատրաստ չլինի, դա ամենասքալի, ամենավատ վիճակն է, երբ որ մարդը մտածի դեռ ժամանակ կա, ժամանակ չի մնացել, Ռոզի քույր, եթե կարելի է կթարգմանես մեր քրոջ համար, ինձ ասեք, Ռոզի քույրս խնդրում եմ քուրիկին հրավիրի հետև, ողջունի մեր կողմից, շատ ուրախ ենք ասա, որ մեր մեջ է, Տերը օրհնի իրան, Եվ կխնդրեմ, որ թարգմանես քարոզը այսօրվա, փառք տանք Տիրոջը, Աստված ազգերի Աստված է, ոչ թե մենակ հայ ազգի, որ հայ ազգը մի տեսակ լոպազանում է, առաջի քրիստոնյան ենք, Աստված ազգերի Աստվածն է։ Երանի մենք այն ինչ, որ պարծենում ու տենց մեծ խոսում ենք, իսկապես ես քրիստոնյա, առաջին թունած քրիստոնյա ազգը, իսկապես Քրիստոսի համար ապրի, որովհետև եթե իսկապես ապրի, մենք շատ ազդեցություն թողող ազգ ենք, շատ ազգերի վրա մեծ ազդեցություն կթողենք, միայն մնում է մեկ բան, իրականում ապրի Քրիստոսի համար հայ ազգը, ամեն, պատկերացեք ամբողջ մի ազգի մեջ մի բուռ ազգա, որ իրապես Հիսուսին ճանաչել է, սա ցավալի ճշմարտություն իրականություն է, բայց էսա որ կա, ուղղակի մենք պիտի շարունակենք աղոթել, պայքարել, պատերազմել, որ ողջ ազգերը ապաշխարեն եւ Քրիստոսին գան, կարանք ասենք ամեն։ Ինչպես հարսանիքի համար հարսն է պատրաստվում, չէ, հարսը ոնց է պատրաստվում, գեղեցկանում է, զարդարվում է, պատրաստվում է, որ իր ափեսան պետք է գա, հա, Աստծո ժողովուրդ ոնց է զարդարվում, գեղեցկանում, թույլ տվեք ասեմ ծածուկում, ոչ մի հարց չի հելնում, ինչ որ հրապարակորեն, սենց
մաքրվում, սրբում ինքը իրեն կամ զարդարվում, այտենց բան գոյություն չունի։ Հարսը պատրաստվում է ծածուկում։ Ծածուկում որքան ժամ ենք մենք անցկացնում Սուրբ Հոգու հետ, որովհետև հարսին զարդարողը, հարսին գեղեցկացնողը, հարսին պատրաստողը դա Սուրբ Հոգին է։ Գիտեք, իրականում հարսը իր մայրն է, չէ՞, կողքից, երև մտերիմներն են, որ իրան գեղեցկացնում են, բայց իրականում տան մեջ մենք ունենք մեկին, որը որ չափազանց անտեսված է շատերի կողմից, դա Սուրբ Հոգին է, ցավոք սրտով եմ ասում, Սուրբ Հոգին պիտի պատրաստի իր հարսը։ Եկեք փառք տանք Սուրբ Հոգու համար։ Հարսը ծածուկ տեղում է սրբվում, մաքրվում, ծածուկ տեղում է գնում սրբությունից սրբություն, փառքից փառք, զորությունից զորություն, այդ ամենը ծածուկում։ Հիմա մի հատ կերպար կա, որ ներխուժել է եկեղեցի, որը փարիսեցիական կերպարն է, որ մարդիկ ավելի նախընտրում են դրսևանց գեղեցիկ Երևան, դրսևանց ամեն բան լավնի, դրսևանց ընդունելի լինի, դրսևանց աստվածապաշտության կերպարանք լինի, քանց ներսևանց։ Դա ամենաողբալի կարգավիճակն է։ Եկեք մենք Աստծուն խնդրենք, ինչ անում ես Տեր, ներսից արա։ Երբ որ մեր ներսը կատարյալ մաքուր է, մեր դուրսը, մեր քայլերը, մեր ամեն շարժու ձև, այսինքն պտուղ է տալիս արդեն։ Պտուղները ինչն է, հարսի զարդերը, բնավորության գծերը։ Եթե քո բնավորության գծերը դեռ դառնա, դու կարող ես ատել, նախանձել, դու կարող ես բամբասել ու փչացնել, դու Աստծո մարդ չես կարող կոչվել, դու ընդամենը ունես կերպար, եկեղեցի ես այցելում, բայց դու չունես պտուղ, մեկ տեղա Հիսուս անեցք տալի, անիծում է այն ծառը, որը կերպար ուներ, բայց պտուղ չուներ, վախենալու է, սարսափելու է նույնիսկ, եկեղեցի եկեք թույլ տանք, թող Սուրբ Հոգին մեզ փոխի, ովքեր են պատրաստ, եկեղեցին թույլ տանք, որպես եկեղեցի, որ Տերը մեզ զարդարի, Տերը մեզ իսկապես գեղեցկացնի, դրսևանց սիրում ենք սաղս գեղեցիկ, բայց ներսի գեղեցկությունը առավել ևս կարևոր է, կարանք ասենք ամեն, որպիսի հարսը, երբ որ կկանգնի Հիսուսի առջև, կատարյալ, սրբված, զարդարված ու գեղեցկացած կանգնի, որ փառք բերի Տիրոջը, ամեն։ Երբ այս ամենը ասում եմ ես, շատ շատերը արձագանքում են նման կերպ, շատ եմ լսում նման արձագանք, որ գիտեք, Pastor Sylvia, Տերը իմ սիրտը գիտի։ Even though I don't go by his book, բայց Տերը իմ սիրտը գիտի։ Թույլ տվեք ասեմ, քո սիրտը արդեն քեզ դսիվ արել, եթե դու կարծում ես քո սիրտը գիտի, բայց Աստծո խոսքը իր բուքը քո համար կարևոր չի։ Եթե դու Աստծո խոսքը չես կարևորում ու քո սրտի վրա ես հիմնվել, որ քո սիրտը գիտի, քո սիրտը քեզ խաբել է, որովհետև ամեն ինչից առավել ինչն է մարդու խաբում, հենց իր սիրտը։ Ամեն չար բան ասում է բխում է այս սրտից, այս սրտի վիճակից։ Քո բերանի խոսքերը չեն կարա դառը լինեն ու քո սիրտը մաքուր լինի։ Քո սիրտը ոնց կա, այդտեղից է բխում է քո բերանի խոսքերը։ Դրա համար մենք ավելի պիտի կենտրոնանանք մեր սրտի կարգավիճակի վրա։ Մեր սիրտը Աստծո խոսքն ասում է ամենապղծված բանն է։ Ասում է կհանեմ նոր սիրտ կդնեմ ձեր մեջ, Իրանը, նոր հոգի, Իրանը, որպիսի ինչ անի մեզ հետ տանի այդ ադամական մեղքի կարգավիճակից դեպի երկրորդ Ադամ կերպարին, որը Քրիստոս Հիսուս Տերն է։ Աստծո նպատակը ողջ Աստվածաշունչը այդ մասին է, որ մեզ հետ տանի երկրորդ Ադամի սուրբ կարգավիճակին, որ մենք մաքրվենք, սրբվենք, որ մեր սրտերը մեզ չխաբեն, որտեղ մարդուն խաբողը միշտ գցում ենք ամենից սատանայի վրա, բայց եկեք ասեմ մարդուն խաբողը իր սիրտն է։
Աստծո ժողովուրդ, Աստված մեզ փրկել է շնորհքով եւ տվել է անկասկած մենք փրկված ենք Տիրոջ շնորհքով։ Այստեղ մենք ես որ ասում եմ պտուղ տանք մեր բնավորության գծերը փոխվի, դուք չկարծեք ես ասում եմ փոխվենք որ փրկվենք, այտենց բան չկա։ Փոխվածն է փրկվում։ Իսկ ոնց է կներեք, փոխված մարդն է որ ուզում է պտուղ տա, որովհետեւ փրկված մարդը կներեք շշկրվեցի Փրկված մարդը դա շնորհքով փրկվածն է։ Ոչ մի բան չենք կարող անենք, որ փրկվենք, պտուղ չենք տալի, որ փրկվենք։ Մենք փրկվում ենք, իսկ եթե փրկված ենք, մենք փոխվում ենք, որովհետև արդեն մենք մերինը չենք, այս Սուրբ Հոգին է մեր մեջ բնակվում։ Ամեն։ Աստված մեզ փրկեց իր շնորհքով ու տվեց զորություն ու իշխանություն, որպիսի ինչ անենք, ուշադիր լսեք ստեղ, որպիսի դիմադրենք, փոխզիջման չգնանք, հակառակ կենանք ինչին այս չար աշխարհի մեղքի նորմալացմանը։ Այո, սատանան նորմալայզ է արել մեղքը։ Ես մի օրինակ կտամ եւ այդ օրինակից դուք յուրաքանչյուրդ կհասկանաք ինչի նկատի ունեմ։ Շատ պրիմիտիվ օրինակ եմ տալու, բայց տալու եմ այս օրինակը։ Եթե ժամանակին դուք ասեիք ինչ որ մեկը weed-ա ծխում, weed, որը որ այսօր նորմալ է արդեն, ես մինչև 18 տարեկան, 20 տարեկան չեմ մացել drug անուններ, բայց փաստորեն արդեն նորմալացվում է ամեն ինչ երկրի վրա։ Եթե մեկին ասեիր weed-ա ծխում, դա պատմություն կդառնար եւ կնստեին, կքննարկեին ու կխոսային ոնց օգնեն։ Այս ինչի երեխեն նման մեղքի մեջ է։ Այսօր որ նայում ես 10-ից 8 ընտանիքների երեխաները ծխում են եւ ծնողները օքեյ են։ Գիտեք ինչու՞։ Կարևորը երեխաս հանգստանում է։ Կարևորը երեխայիս ներվային համակարգը խաղաղվում է։ Դե ինչ ասենք, էդ էլ է մի հատ դեղ էլի, դա դեղ չի։ Դա թմրամոլություն է, դա շղթա է, որ սատանան այսպես գցում է վզներին ու պահում է, բայց ցավոք սրտի ծնողները նորմալ են դա ընդունում։ Ծնողները չեն մտահոգվում, որ երեխաս են մութ սենյակում։ Սատանայի շղթան վզին թմրանույթի մեջ նստած այրանք մտածում են թիքետներ առնեն, թռնեն այս երկրից այն երկիրը, կարևորը զվարճանան։ Սքացեք ծնողներ, քուրձ հակեք ու սքացեք ձեր երեխեքի վրա։ Գիտեք ինչի, որտեղ սատանայի բաժին են դարել այդ երեխեքը։ Ես ոնց կարամ ուրախանամ, ես ոնց կարամ ցնծամ, եթե իմ երեխեն նման վիճակի մեջ լինի։ Բայց այսօր, որովհետև սատանան նորմալացել է, կարևոր երեխես ներվային չի էլի, հələ մի հատ էլ իրանք են փող տալի, գնար։ Դուք միգուցե մտածեք չափազանցնում եմ, ես նման մարդկանց հետ եմ առնչվել, եկեղեցում եւ եկեղեցուց դուրս։ Եթե երեխա չի աշխատում, ով է փող տալի քո տղայիդ, որ գնա օգտագործի, դե ասում է գնալու է գողանա, գնա նստի, հետո ուզեմ չուզեմ ես եմ տալի ինչ։ Սա պրիմիտիվ մի հատ փոքրիկ օրինակ տվի, թե ինչն է նորմալացրել այսօր, սեն շատ բաներ։ Եթե առաջներում մենք մտածում ենք, աղջիկը պետք է իրան սուրբ ու մաքուր պահի մինչ ամուսնությունը, ինչ սուրբ ու մաքուր, համտեսի բոլորին ընտրի մեկին։ Պղծությունը ներխուժել է, այն ազգի մեջ, ով քրիստոնյա է կոչվում։ Հասկանում եք հիմա, որ սատանան նորմալացրել է մեղքը։ Հիսուս մեզ չի ասել, ուշադիր լսեք, ձեր սեփական կամքի ուժով դիմադրեք մեղքի դեմ, դա չի կարող լինի։ Եթե նման բան լիներ, Հիսուսը չէր խաչվի մեզ համար։ Հիսուս ինքը խաչվեց, մեզ տվեց այդ զորությունն ու իշխանությունը, որ մենք կարողանանք դիմադրենք։ Աստված է շնորհք տալիս խոնարհին, Աստծո ժողովուրդ, որպեսզի պայքարի մեղքի դեմ։ Եթե դու հպարտանում ես ու մտածում ես, որ այս մեղքը այդքան մի մեծ դեր չի խաղում իմ կյանքում, դու սխալվում ես։ Միշտ հիշեք մի կարևոր բան։ Փոքրիկ մեղքից է ծնվում մեծերը։ Մենք ու ես տեսել եմ այս եկեղեցում բազումս անգամ շատերին, որ երբ որ իրենց կամքի ուժով են պայքարել մեղքի դեմ, թույլ տվեք ասեմ, ցավով եմ իհարկե ասում, այն իրենց հանգեցրել է մեծ հիասթափության, որովհետև չեն փոխվել, որովհետև դու քո ուժերով չես կարող հաղթել մեղքին։
Չես կարող, ուզես չուզես, չես կարող հաղթել մեղքին։ Մեղքի հետ փոխզիջումը Աստծո ժողովուրդ ջան, վտանգավոր աստիճանաբար գործընթաց է, ինչը սկսում է փոքր, ուշադիր լսեք, թվացյալ անվնաս գործողությունից։ Փոքր մի բան է, ոչ մեկ չգիտի։ Մի հատ բուջուր սուտ է։ Այդ բուջուր սուտը վաղը պիտի մի հատ մեծը խոսաս, որ այդ փոքրին է ծածկես։ Վաղն էլ մի հատ ավելի մեծ սուտ պիտի խոսաս։ Եվ գնալով նա մեծանալու է։ Հետո դու քո կերպարից ելնելու ես, սկսելու ես խաղալ ամենտեղ, որպեսզի այդ սուտը կարողանաս պաշտպանես։ Հասկանում եք ինչ եմ խոսում։ Աստված ուզում է մեզ տա իմաստություն, որ իր տված զորությամբ ու իշխանությամբ սենց մեզի չտեսնենք այսքան պարտված վիճակում հարմարվենք մեղքի, չհարմարվեք մեղքի հետ, մեղքը մահացնում, վերջ թե առաջ մահացնելու քո տնում, եթե քեզ թվում է դու փայփայում ես այդ մեղքը քո տան մեջ կա ու փայփայում ես ու քեզ թվում է մի օր այդ մեղքը ինքն իրանով կհեռանա, դու սխալվում ես, մի օր այդ մեղքը քո տան մեջ մահացնելու, քանի դեռ Սուրբ Հոգին երկրի վրա է, եկեք փառք տանք Սուրբ Հոգուն, եկեք փառք տանք Սուրբ Հոգուն, քանի դեռ Սուրբ Հոգին երկրի վրա է, հիմա կասեք, Փաստոր ջան, ինչ ես ասում, քանի դեռ, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել Սուրբ Հոգին մեզի տանի, Սուրբ Հոգին եկեղեցով հափշտակելու է, Սուրբ Հոգին էլ երկրի վրա չլինելու, դրանից հետո մարդիկ իրենց ուժերով են փորձելու, իրենց կյանքի գնով, որ Հիսուս ընդունեն, որովհետև Սուրբ Հոգին չկա։ Շատ թեթևագին, շատ թռուցիկ, շատ մի տեսակ հարմարվելով ես կարգավիճակին, մարդիկ մտածում են, դե հələ կա էլի, այդ վերջի մասերում կսկսենք զգաստանալ, ասում են չսպասվածդ պահին է գալու, չսպասածդ պահին ասում են գողի նման ներխուժելու է, մտնելու է ներս, ով Փեսան, գալու է իր հարսի համար, իսկ մեզ ինչա խրատում, հարս պատրաստվիր, ամեն օրդ ապրիր այնպես կարծես, այսօր Տերը գալիս է, վաղվա օրը մեզ չի խոստացել, կներեք, 10 րոպե, մի րոպե հետո մեզ չի խոստացել, թե մենք հիմա ստեղ նստած ինչ կարա պատահի, բայց մեզ ասում է պատրաստվեք, գալիս եմ, ամբողջ աշխարհով մեկ բոլոր իր սուրբերունն ու ճշմարիտ մարգարեների միջոցով Տերը խոսում է, գալիս եմ, Դուք պատկերացեք երրորդ օրն էր հասել, արդեն այնքան հիասթափված ու հուսահատված էին աշակերտները, որ Թովմասը արդեն կասկածում էր, որ Տերը ասել էր երրորդ օրը հարություն եմ առնելու, կասկածում էր, եկան ասեցին Թովմաս, տեսանք Հիսուսին, հարություն էր առել, իրան մարմնով կպանք, տեսանք, կա, իրական է, մինչև չտեսնեմ, մինչև մատս չկպնի իրա վերքերին, իրա խոցերին, չեմ հավատա, այսօր եկեղեցին այդ տենց է մտածում, մինչև միացած մեծ բան չտրակի, ես չեմ հավատա Հիսուս գալու է, դե նստի ու սպասի, Հիսուս արդեն շատ մոտ է, ու ավելին ասեմ, շատ քչերն են փրկվելու, գիտեք ինչի, որտև շատ քչերն են լուրջ ընդունել Հիսուսին, որպես իրենց Տերը ու Փրկիչը, մեծամասնությունը գալիս են բժշկվեն, մեծամասնությունը գալիս են հրաշք տեսնեն, մեծամասնությունը գալիս են ուզեն Տիրոջից, քանիսս են գալի ասելու Տեր, բան չեմ ուզում, քեզ եմ ուզում, մենակ քեզ եմ ուզում, որովհետև ես ոչինչի արժան չեմ, ես քեզ եմ ուզում, եթե դու իրան ուզես, դու իրան ունես, մի օրինակ կտամ, բարկության ժամանակ մի փոքրիկ խոսքի վրիպումը կամ մի փոքրիկ սուտը կամ չար նայվածքը խոստանում եմ ձեզ, այս ինչի համար եմ ասում, երբ որ մեղքը փոքր է թվում մեզ, բայց օրինակ մի փոքրիկ մեղք, կամ մի հատ խոսք, կամ մի հատ նայվածք, կամ մի հատ փոքրիկ սուտ, մարդուն գիտեք ինչի է հանգեցնում, աղավաղված դատողության, իր միտքը արդեն աղավաղվում է, չի կարողանում կոնկրետ Քրիստոսի միտքը, մտածի երկնայինը,
կործանված կյանքի ա տանում եւ ավելին ասեմ, ի վերջո հավերժական կորստի ա տանում։ Մի փոքրիկ բարկությունը կարա մարդուն այդտենց մեջից ինչ անի։ Հիմա ես էսի մի հատ փոքրիկ օրինակ ուղակի տվեցի։ Այսօր խոսելու եմ մարդկանց աչքին շատ փոքր, շատ չնչին մեղք թվացող արարքի մասին, ինչը կործանել է, դարերից եկած եւ դարձյալ կործանում է շատ ու շատ մարդկանց ու ընտանիքների։ Միգուցե շատ ես կխնդրեմ, եթե կարելի է նստեք ու լսեք խոսքը, որովհետև շատ կարևոր խոսք է։ Ես չեմ ուզում որևէ բան մեզ շփոթացնի, ներս ու դուրս մի քիչ անենք, հա, որովհետև այս խոսքը ինչ որ տվել է, միգուցե մտածես քո հարսի համար է, կամ մտածես քո սկեսուրի համար է, կամ մտածես հորդ համար է, կամ ընկերոջդ համար է, այս խոսքը քո համար է։ Այս խոսքը այսօր ինչ որ տվել է յուրաքանչյուրիս համար է։ Դրա համար ամեն մեկս բռնենք այս խոսքը, որ կարողանանք իսկապես սարքվենք Տիրոջ մեջ, ամեն։ Հիշեք մի կարևոր բան, մեղքի փոքր ու մեծը չկա։ Միգուցե սկզբում այն շատ փոքր, կառավարելի մեղք թվա մեզի, բայց խոստանում եմ ձեզ, կրակի նման վերջում այրելու է մեզ։ Մեծ ու փոքր չկա, կրակի նման այրելու է։ Այն ինչի մասին այսօր խոսելու եմ, եթե դիտավորյալ փողզիջման գնաք այս մեղքին, ինչ որ այսօր դուք կլսեք յուրաքանչյուրդ, դառը հետևանք ենք քաղելու։ Դրա համար պետք է զգաստանանք այն ինչ որ Սուրբ Հոգին այսօր տալիս է մեզ։ Ամեն։ Մեղքը ճանաչել է պետք Աստծո ժողովուրդ։ Շատերը գալիս են ու ասում են մեղք եմ գործել, ու աղոթում ենք, յուղովոցում ենք, հա։ Լսեք, մեղք կանուն ունի։ Ոչ հովիվներիդ մոտ, եթե չես ցանկանում, ոչ քույր եղբայրներիդ մոտ, եթե չես ցանկանում, բայց գոնե առանձին մեղքդ անունով իր առջև արի, որ Տեր գողացել եմ, որ Տեր ստել եմ, այսինքն մեղքը անուն ունի, ամեն։ Երբ որ մարդը մեղք է գործում, պետք է անհապաղ արձագանքի դրանից հետո, որը պետք է լինի զղջալ ու ապաշխարել Աստծո ժողովուրդ։ Եթե չխոստովանես, այդ մեղքը ծածկվում է, տենց մնում է եւ վաղը դա կհիվանդանա ու քեզ է կհիվանդացնի հոգեվոր առումով եմ ասում։ Այն մարդը, ով չի գիտակցում, որ ինքը մեղք կա գործել, ոնց ասեմ, ամենավախենալու կարգավիճակում է ինքը։ Եվ երբ որ նա շարունակաբար պնդում է մեղք չի գործել, նրա հոգևոր հիվանդության ախտորոշումը սա վախն է, ինչի հիմքը հպարտությունն է։ Բոլորս գիտենք, Աստվածում է հակառակ կենում, Աստվածում է հակառակ կենում հպարտներին։ Աստված շնորհք է տալի խոնարհներին։ Եթե դու մեղք ես գործել ու կարաս խոստովանես ու խնդրես, որ այդ մեղքը քեզնից հեռացնի, Աստված կհեռացնի, որտեղ դու խոնարհությամբ իսկապես զղջում ու ապաշխարում ես ու ասում ես իմ ուժերով չեմ կարա Տերս, օգնիր, Տերը կօգնի քեզ, կտա քեզ ուժ, զորություն, շնորհք ունի զորություն, կգա ու քեզ կօգնի մեղքերից դուրս գայս, բայց եթե դու քո մեղքը ծածկում ես, առավել եւս ասեմ, չես ծածկում, չես ընդունում մեղք ես գործել, դու սարսափելի կարգավիճակում ես, ամեն։ Սիրելիներս, խնդրում եմ ձեզ գոն լինենք մեղքի նկատմամբ, տեղ չտանք մեղքին, ճանաչենք թշնամու մարտավարությունը, բացեք ձեր գրքերը առաջի Պետրոս 5:8 համարը, նայեք ինչ առաքյալը խրատ տալի եկեղեցուն, մեզ նաև, ասում է զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամի սատանան մռնչացող առյուծի պես շրջում է, ու փնտրում է, թե ում կարա կուլ տա։ Գիտեք, նայում եմ դեմքեր, միգուցե հիմա այն ինչ որ Սուրբ Հոգին բերանիցս խոսած, շատերը դրա մեջ կաք, որովհետև շատ մռայլ եք նայում սենց։ Մի թողեք տրտմություն գա ձեր հոգում, այլ դրա մեջ ուրախացեք, որ Տերը նկատել է ու Տերը բացում է, որ բժշկի այն, որովհետև եթե Տերը մատը չտանի մեր վերքի վրա, մեր վերքը չի բժշկվի։ Եթե մենք այդ մեղքը անդադ ծածկենք, որ Տերը չտենա, այդ վերքը չի բժշկվելու։ Ձեռքը պիտի քաշես, պիտի վերքը ցույց տաս Տիրոջը, որպեսզի Տերը իր ձեռքը մեկնի ու դիպչի, որպեսզի բժշկի։ Ամեն։
Առաքյալը այստեղ ինչ անում, խրախուսում է, որ դիմադրենք թշնամուն հավատքով հաստատուն մնալով, ամեն, դադարենք մենք մեր աչքին արդար երևալով։ Հակոբոս 4:7 համարը ասում է, հնազանդվեցեք Աստծուն, դիմադրեք սատանային, ու նա ձեզանից կփախչի, մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ, մեղավորներ, մաքրեք ձեր ձեռքերը։ Եկեղեցին ժամանակն է, որ Աստծո վերջի փառքը ցույց տա երկրի վրա, այս մթության մեջ, որպեսզի երբ որ կնայի աշխարհը մեզ, կտեսնի իրոք եկեղեցին է Քրիստոսի, սրանք չեն հանդուրժում մեղքը։ Գիտեք, շատերը երբ որ Հիսուս էս ասում, մտածում են մեղք հանդուրժող Աստված է, երբեք ատում է մեղքը, մեղք իր մեջ չի բնակվում, այնքան է ատում, որ ինքը չխնայեց այն հրեշտակը փառաբանության գլուխը, որ փառաբանություն էր առաջնորդում, վայր գցեց իր հետ խապվածներին, Աստված չի հանդուրժում մեղքը, Աստված մեղավորինը փրկում, սրբում, որպեսզի մաքրի մեղքից, որտեղ մեղքը մահացնում, մեղքը քո տան մեջ կբերի հիվանդություն, քո տան մեջ կբերի ամեն տեսակ դառնություններ, քո զավակներին կնայես ու կտեսնես փչանում են, ինչու, որտեղ մեղք կա այդ տան մեջ, մեղքը որ օրը տնիցը դուրս շպրտես, իմացի, որ քո տունը օրհնվելու է, դա խոստում է մեր Աստծուց, ասում է եկեք ինձ, տուն տեղդ փրկելու եմ, սա խոստում է մեր Աստված տվել, ժողովուրդ ես ձեզ խոստանում եմ, եթե կոտրված ընտանիք կա, դա իմ ընտանիքն էր, այն օրը, որ մենք մեղքին հակառակվեցինք, դիմադրեցինք ու էլ չընդունեցինք, այդ օրը եկավ բժշկությունը, դուք չեք հասկանում, եթե մարդը շարունակի Հիսուսի հետ քայլել, բայց շարունակի մեղքի մեջ մնալ, ամենաողբալի կարգավիճակում է այդ մարդը, մենք պիտի դիմադրենք, հակառակվենք մեղքին, ամեն, մեր հավատացյալներիս հեղինակավոր հիմքը Աստվածաշունչն է, եթե մեկը ձեզ կասի, Աստվածաշնչում մի բառ ու տառ սխալագրված, կամ ինչ-որ մի բան it doesn't make sense, դուք իմացեք, որ իրանք արդեն շեղված են ու հեռացեք իրանցից, որտև Աստվածաշնչում ոչինչ սխալ չի գրված, որտև սա Սուրբ Հոգու մատներով է գրված, Ալեքս այնտեղից ասում ամեն, այն ինչի մասին այսօր խոսելու եմ, եկա հասա այդտեղ ու շադիր լսեք, այն ինչի մասին այսօր խոսելու եմ Աստծո ժողովուրդ ջան, այդ թեման, այդ խոսքը, այդ պատգամը լուսավորելու է մեր միտքը և տալու է մեր շատ հարցերի պատասխանը։ Խոսելու եմ բարկության մասին, ոչ բոլորն են կարծում դա մի մեծ մեղ կա, գոռում ենք էլ հիմա ջղայնացած ենք մարդ ենք, ուշադիր լսեք Տերը ինչ ասում։ Այս քարոզը ձեր մասին չի, երևի մենակ իմ մասին է։ Եփեսացիս 4:26 համար, չկա մի մարդ ստեղ նստած, կողքի սրահում, թե որևէ տեղ, չկա մի մարդ, որ այս քարոզը իր մասին չի, չկա, լսեք, Եփեսացիս 4:26, Պողոս առաքյալը ասում է, եթե բարկանաք, ուշադիր լսեք, Աստված մեր մեջ դրել է բարկության բնույթը, այսինքն զգացմունքը, դա նորմալ է, բայց ասում է, եթե բարկանաք, մի մեղ գործեք, թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի և սատանային առիթ մի տվեք, այսինքն, եթե մենք բարկանում ենք ու թույլ ենք տալի բարկության մեջ մնանք ու արձագանքներ անենք, մենք սատանային առիթ ենք տալի, ինչ անի, կործանի, Եփեսացիս 4:26 համարը, Սաղմոս 4:4 համարում մեկ այլ բան ասում է, երբ բարկանաք, մի մեղ գործեք, խոսեք ձեր սրտերի հետ, ձեր անկողիններում և լուռ մնացեք, այսինքն եթե բարկացել ես, դու քո սրտի հետ սկսի խոսալ, ու դու քեզ Սուրբ Հոգին թույլ տուր, թող քո բերանը բացի ու քեզ հանդարթացնի, ու լուռ մնա բարկությանդ մեջ, դու գիտեք, եթե մարդը բարկանում է,
ու այդ տվյալ պահին են ինչ որ կարա բարկության մեջ անի, ինքը իրան կարողանա զսպի ու չանի, հետ քաշվի ու առանձնանա, գոնե մի ժամ, այն ինչ որ պետք է աներ չի անի։ Եվ այդ պատճառով քիչ ընտանիքներ կքանդվեր այսօր։ Ուշադիր նայեք ինչ է ասում։ Բարկությունը մի հզոր զգացմունք է, որը անվերահսկելի լինելու դեպքում հաճախ հանգեցնում է ճակատագրական մեղքերի։ Չնայած զայրույթ զգալը ինքը բնույթով էլի եմ կրկնում մեղք չի, դու կարաս բարկանաս, նորմալ է բարկանալը, բայց կարողանաս ինքդ ինքնատիրապետես, զսպես, որպեսզի այդ բարկությանդ մեջ հանկարծ մեղք չգործես, ամեն։ Սուրբ Հոգու պտուղներից մեկը Գաղատացիս 5:22 համարում ասում է ինքնատիրապետումն է, հայերենով ստեղ գրած է ժուժկալություն, բայց անգլերենով երբ որ նայում ես թարգմանությունը իրա, it's self-control, որը որ հոգևորի կյանքում պարտադիր է, որ Սուրբ Հոգու ինքնատիրապետումը գործի, եթե ոչ, դու չես կարող պտուղ տալ, այսինքն self-control is one of the fruits that we all need, կարանք ասենք ամեն, թույլ տվեք սկսեմ այնտեղից, որ գոյություն ունի արդար բարկություն և անարդար բարկություն, խոսելու եմ այդ մասին այսօր, որպեսզի մենք հոգևորներս հավատացյալ ժողովուրդս կարողանանք զանազանենք մեկը մյուսից, ամեն, արդար բարկությունը պաշտպանում է Աստծո արդարությունը, Աստծո սրբությունը, այսինքն Աստծո խոսքի վրա հիմնված է արդար բարկությունը, մինչդեռ անարդար բարկությունը դա մարդու մեջից բխում է հպարտությունից, եսասիրական ցանկություններից, հասկացաք, օրինակ կտամ ընդեղ կհասկանաք, արդար բարկության օրինակն եմ տալի մեր Տերը Հիսուսը, երբ որ նա մտավ տաճարը ու տեսավ տաճարում, Աստծո տաճարը ամբողջ առևտուր է կատարվում, տեսավ այնտեղ իրավիճակներ, որը իրան իսկապես բարկացեց, մենք տեսնում ենք այստեղ Հիսուսը վռնդում է տաճարից, ուղղակի պատկերացեք Հիսուսը մտել է ներս ու տեսնում այստեղ կարգավիճակներ, եկեղեցու մեջ, տաճարի մեջ, վռնդում է այդ տաճարից արքն ու վաճառքը, ասում է շուռ է տալիս լոմայա փոխների սեղանները, շուռ է տալիս ասում է աղավնի ծախողների աթոռները, դու պատկերացեք, մտնի ու սկսի շուռ տալ բաներ ստեղ Հիսուսը, կմտածենք, ասենք, այս ինչ բարկացող մարդ է այս Հիսուսը, հələ այդքան նեհերիկ չի, կանգնում է հրապարակորեն մարդկանց առաջ այս խոսքերն ասում է գրված է, իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք, այսինքն դու, ես, մենք, ինչ ենք արել, ասում է, դուք այն ավազակների ողջ եք դարձրել, այսինքն ով է մարդը, որ ինչ պղծություն կա իր հետ քաշտալով բերի Աստծո տուն, ուզենա Աստծո տան մեջ այդ իր պղծությունը ապրի, Տերը չի թույլ տալիս, բերել ես, բերին ոտերի մոտ, ու դատարկ ընդեղ գնա նստի ու լծվի ու զարդարվի Սուրբ Հոգու ձեռքերի մեջ, այսինքն դու իրավունք չունես այդ բեռը ուսիդ գցած այդ քո մեղքերդ գաս, հետո վերջանա այդ բեռը հետը տանես, գաս գնաս, այսինքն բնավորության կեղտոտ գծեր, որ հետները բերում են, հետներն է տանում են, ու գալով գնալով է, փչացնում են իրանց կողքիններին, հասկանում եք Հիսուսը ինչ առևտուրի մասին էր, այո, ստեղ են զուտ էր, բայց այսօրվա առևտուր, ստեղ աղավնի չի ծախվում, ստեղ լումա փող չի փոխվում, ստեղ առևտուր չկա, բայց կարող է այդ իրական իրավիճակից ավելի զզվելի բան կա, որ մարդիկ այդ պղծությունն են իրանց հետ քաշտալով տանում ու բերում, և ինչ են անում, չեն թողում կողքինն էլ հաչի,
որովհետև իրանք հպարտանում են իրանք կեղտոտ բնավորության գծերով։ Աստված արգելում է դա Տիրոջ տան մեջ եւ այստեղ ինքը շատ խիստ խոսում է բոլորի հետ։ Այո, Հիսուս բարկացավ, բայց այս բարկությունը հենց արդար բարկությունն է, ինչի մասին խոսվում է։ Աստծո ժողովուրդ, նա երբ որ բարկացավ, նա սուրը չհանեց ու Պետրոսի նման ականջ կտրեց, մարմնավոր քայլեր արեց։ Նա ըստ Աստծո խոսքի ճշմարիտ խոսքը նրանց ցույց տվեց, որ իմ հոր տունը, իմ տունը, աղոթքի տունը, դուք ես ինչի եք վերածել ես Աստծո տաճարը։ Հիսուսը այս արդար բարկությունը իր պաշտպանում էր Աստծո տաճարի սրբությունը, պաշտպանում էր Աստծո տաճարի արդարությունն ու ճշմարտությունը։ Հիսուսի արդար բարկությունը հանդիմանում էր ժողովրդին։ Այդտեղ ես ոնց ստենում եմ հանդիմանեց, այդտեղ ոնց ես ստենում եմ լավ սաստեց, Աստծո տունը մաքրեց, Աստծո տաճարից դուրս հանեց շատերին։ Որն էր պատճառը, պղծություն չի կարա մտնի իմ տան մեջ, իմ տունը աղոթքի տունը, ձեր ավազակների բունը տաճարից դուրս է։ Տաճարում դուք չեք կարա ավազակի կարգավիճակով մնաք, տաճարում գառի կարգավիճակ է պահանջվում, որ գլուխներս կախած Հիսուսի խոսքին այո ու ամեն կասենք ու կապրենք իր խոսքով, կարանք ասենք ամեն։ Նա այս ամեն այս բարկությունը, որ ցույց տվեց, չարեց ատելությունից կամ եսասիրական ցանկությունից, ոչ Աստծո ժողովուրդ, սա արդար բարկություններ, Տիրոջ մեջից խոսում, բայց զանազանություն չունեցողները չեն կարա տարբերեն այս ամենը իրարից։ Սա չարիքի դեմ արդարացի վրդովմունք էր, կարանք ասենք ամեն։ Անարդարության դեմ սա պայքար էր, որ Տերը կանգնացնում էր տաճարի մեջ այդ անարդարությունը։ Հիսուսի բազումս անգամ գիրքը խոսքը ծառայությունները, որ նայում ենք, ուշադիր եթե նայեք, փարիսեցիներին ինչ էր անում Հիսուսը։ Արդար բարկանում էր նրանց վրա, այո, նրանց անուններ էլ էր կանչում։ Մեկին ասում էր աղվես ես հորդ նման, մեկին ասում էր օծ։ Վայ Հիսուս ճոնախր կարելի է այդպես բառեր ասել, չի կարելի չէ։ Հիսուսի բարկությունը արդար բարկություն էր, նրանց նկարագրում էր այնպես, ինչպիսին իրականում կային նրանք։ Մարդիկ խառնում են մարդկային բարկությունը աստվածային արդար բարկությունից։ Եվ այստեղ մենք մի օրինակներից ենք տենում, կհիշեք փարիսեցիները, որ հրաժարվեցին կարեկցանք ցույց տան այն մարդուն, որը ձեռքը չորացած էր, Հիսուս, շաբաթօրով գործը մեղք կա, ինչ ես անում։ Որ մեկին եզը կամ ինչ կենթանին ընգնի փոսը շաբաթօրը լի չեք մտնի ու հանեք ասեց։ Հասկանում եք Աստծո բարկությունը որտեղ է կեղծավոր կերպարների մեջ, կեղծավորությունների մեջ Հիսուսը ատում էր դա, չէր կարող տաներ դա։ Այսօրվա ամենամեծ պայքարը, որ Հիսուսը ունի եկեղեցու դեմ, կեղծ հավատացյալների դեմ է։ Աշխարհը ավելի շուտ կարող է փրկվի, քան այն կեղծ հավատացյալները, որ եկեղեցի են այցելում, սուտ կերպարը հագել են, բայց իրականում հավատացյալ չեն։ Քայլում են հալելույա, հալելույա, բայց պղծության մեջ են։ Լավ երգում են, ձեռները վերև են անում, երևալու համար, կողքերն են նայում, ով այրանց նայում։ Ապրեք ծածուկում, ապրեք ծածուկում։ Հիսուս ապրեք ծածուկում, որ քո այդ շփումը ինձ հաճելի լինի, որտեղ Հիսուսի հոտը առնեմ քո վրայից։ Որտեղ ավետարանում գրած, որ այդ կերպարները տեսեք նոր իմացեք հավատացյալա, ոչ միտեղ, հակառակը միտեղ գրված է, որ սատանան ավելի լավ գիտի Աստծո խոսքը, որտեղ հենց սատանան անապատում Հիսուսին փորձեց Աստծո խոսքով։ Սատանան ավելի լավ, իսկ այսօր նայում ես մեկի, մի տղայի տենում ես հալելույա երգում Երանի մարդն է սենց ունի, բայց մեջից պղծված է, ոտից գլուխ։ Բայց նայում ես մեկի, որ շմա չի երգում, խելոք կանգնած է, խոսքը չգիտի,
բայց հոգին մեջն է։ Հոգին մեջն է, երևալու համար չի անում, ապրում է Հիսուս, վախ ունի։ Միգուցե ձեռը վերև է չի անում, բայց վախ ունի, երկյուղ ունի Աստծո։ Չի անի բաներ, որ հանկարծ գիտի Աստված նայում է, դա մեղք է։ Ոմանք կարող են նայեք իմ տղայիս, մտածեք, ասեք, հովիվի տղայ այնչի չի կանգնում հալելույաներ երգում։ Դուք չգիտեք նա ներքուստ ինչ է ապրում Հիսուսի հետ։ Այդ կերպարը մենք ստեղ շատ ենք տեսել, դա համար է Տերը դուրս հանում, չի թողում այդ փարիսեցիական կերպարը, մեզ պետք է հոգին մեջդ ապրի։ Հիսուսին ասացին, ոնց իմանանք քոնն են։ Հիսուս ոնց իմանանք քոնն են։ Մեզ նշան տուր։ Չասեց, երբ որ կտենակ կքայլեն ու հալելույա կերգեն, ձեռները վերև կանեն, Աստծո խոսքը լավ կիմանան, լավ հավատացյալ են։ Մեղք չի, ես էլ եմ հալելույա երգում, ես էլ եմ ստեղ Տիրոջս համար պարում, ուրիշ բան եմ ասում, փորձեք հոգով առեք, ինչ եմ խոսում։ Չասեց դրանք նայեք։ Չասեց, երբ որ նստեք Աստծո խոսքը լավ իմանան, իմացեք, էդի լրիվ իմնա։ Չասեց, ասես նայեք բնավորության գծերը, պտուղ տալիս են իրանց կյանքում, իրանց տունը, իրանց ընտանիքը, իրանց ամուսինների հարաբերություն, երեխա ծնող հարաբերություն, պտուղը սկա է տան մեջ, երեխան հարգանք ունի ծնողի հանդեպ, որ երբ որ մայրը մի բան ասում իր զավակներին կամ հայրը, էդի օրենքա տան մեջ, դա պտուղա, դա ցույց է տալի, որ Աստծո երկյուղ կա, այս դարում տղա երեխաներ առավոտից գիշեր աշխատեք, հələ մի հատ կողքներդ նայեք ինչ են անում, դա պտուղա, կարա հալելույա երգելով գնա գա, բայց բան չփոխի իր կյանքում, դառը պղծված կյանք ապրի, եւ չար գործերի մեջ լինի ու մտածի Աստված է իրան օրհնողը։ Ժամանակն է եկեղեցին արթուն ընի, կարծում եք, ժողովրդի հետ է, կարծում եք, եկեղեցի պիտի զանազանի չարը բարուց, եկեղեցի պիտի զանազանի հոգովը ոչ հոգուց, ամեն։ Սա արդար բարկություն էր Հիսուսինը, նա տաճարից դուրս հանեց նմաններին, առանց մտածելու կողքից ով ինչ կմտածի, որպիսի սրբությունը տան պահպանվի, որպիսի այն նրանք, որ եկել են սրբվելու, դրանք էլ այդ պուճուր թթխմորը զանգվածք չդառնա նրանց է փչացնի։ Մի դատեք Աստծո գործերը, իմացեք այն ինչ մեր աչքին, որ չար է թվում, միգուցե Հիսուսի արարքը չես իմանեմ 2000 քանի տարի առաջ, եթե մենք այդտեղ ենք ինչ կմտածենք, միգուցե Հիսուսի արարքը մեզ է մի քիչ բան թվալ, տարօրինակ, շատ բարկացած է մի տեսակ։ Ոչ, ինչ ասմա ձեր աչքին բարի է, չար կարալնի Աստծո համար, իսկ ինչ ասմա ձեր աչքին չար է, կարող է Աստծո համար հենց դա բարին էլ լինի։ Մեկ ուրիշ օրինակ կտամ, որտեղ դուք կտեսնեք բարկությունը, որը բխում է եսասիրական ցանկությունից, չար ցանկությունից, ինչպես կարա վերածվի անվերահսկելի վարքագծի, հասկացաք, անվերահսկելի վարքագծի, Կայենն ու Աբելը, երկու եղբայր, մի մորից ծնված, երկուսն էլ Աստծուն պատարակ են տանում, երկուսն էլ զոհ են բերում Աստծո առաջ, Աստված նայում է, Աբելինը ընդունում է, Կայենինը մերժում է, չեմ ուզում։ Ինչու՞, սրտի վիճակ, իրականություն է, թե ոչ իրականություն, նա որպես պարտքեր կատարում, իսկ նա սրտից բխված էր անում, նա գալիս էր Աստծո մոտ ու իր լավագույնն էր բերում, հիմա ուշադիր նայեք ինչ է կատարվում, Աստված մերժելով Կայենինը, Կայենի սիրտը զայրացավ ու բարկությամբ լրտվեց ու բարկությունը նրան ինչի տարավ,
սպանության։ Այսօր շատ հավատացյալ ժողովուրդ Աստծո տան մեջ, որ բնակվում են, մենակ ստեղի մասին չի խոսքս, ընդհանուր եկեղեցին եմ խոսում, նույն կայենի կարգավիճակում են, խիեսի լավ, ծառայում է, սրա զոհը ընդունելի է, բայց ոչ իմը։ Մենք էլ ենք արունակից, չէ՞։ Դու իմ արունակիցն եք, դուք իմ արունակիցն եք, չէ՞ որ մեր այրան մեջ նույն DNA-ն է Քրիստոսի հոսում։ Մեկը մեկին նախանձում են, ինչի իրանը ընդունված է, ինչի իր աղոթները լսված է, բայց ոչ իմը, որովհետև մեղք կա քո կյանքում, որի հարցը պիտի լուծես ապաշխարությամբ, խոստովանելով, խնդրվածքներով, պիտի գաս ու անկեղծ ընես իր հետ, Տեր, այս մեղքը ես չեմ կարում հաղթեմ, ինձ ուշտ ու ամեն օր պայքարեմ ու հաղթեմ, Տերը քո հետ մնալու է ու քեզ օգնելու է ու քեզ օրհնելու է, որտեվ դու անկեղծ ես իր հետ, ոչ թե դու փայփայում ես մեղքը, այլ դու խոստովանում ես ու ուզում ես մաքրվես, սիրտդ Աստված գիտի, մարդիկ կան չեն ուզում, մարդիկ կան սիրում են իրաց մեղքը, այսօր ուզում եմ ձեզ խորհուրդ տամ, որպես Էստան հովիվ, որպես Էստան ծառա, որպես Էստան վերակացու, պայքարեք մինչև ձեր վերջի այրան կաթիլը մեղքի դեմ, որ այդ ժառանգները ձեր չանիծվեն, խոստանում եմ ձեզ, երեխեն վատ ալնում, հերը ասում է լրիվ դու ես մեղավոր, լավ չես դաստիարակե, երեխեն վատ ալնում, մերը ասում է սաղ հերն էր մեղավոր, այնքան մեղքի մեջ ապրեց երեխուս եկավ, մի մեղադրեք իրար, դա սատանայի գործն ասում է, մեղադրանքը սատանան է լավ դրա մեջ, մենք պետք չի մեղադրենք, արի միանանք, ամուսին ջան, կին ջան, արի միանանք, ինչ կարանք անենք, Հիսուսի ոտերի մոտ է փրկությունն ու բժշկությունը, պայքարիր ծնկերիդ վրա ու դու կտենաս Աստծո զորությունը կիչնի ու կբժշկի ու կազատագրի իր փառքի համար, կայենը, ժողովուրդ Իսրայել ժողովրդի, Էսի ասում եմ այս օրինակը, որ զգուշնեք քիչ մեզի բարկացնեք հովիվներից, ընդհանրապես բոլոր եկեղեցիներին է վերաբերում, որ ժողովուրդը քիչ բարկացնեն հովիվներին։ Իսրայել ժողովրդի հիասթափված վիճակը նայեք, կներեք, Իսրայել ժողովուրդը հիասթափացրեց ում Մովսեսին, գնաց, Եգիպտոսից ստրկությունից հանեց, ինչեր են անում այսօր հովիվները, գնում են տները, աղոթում են, ամեն դարդուցավը զանգում պատմում են հովիվին, հովիվը իր ընտանիքը թողած 24 ժամ լսում է, երեխես այսօր հաճ կերավ, հովիվ ջան, այ մարդը մարդու դետ էտի որոշի, հովիվին խես զանգում է դրա մասին ասում, հովիվ ջան, այսօր ոտս ծրվել է, հովիվ ջան, այսօր շնչառությունս մի քիչ թեթև է, այ մարդ դուք էլ հովիվիդ համար աղոթեք, ուզում եմ ասեմ, ուշադիր լսեք, Մովսեսը ամեն ինչ անում էր այս ժողովրդի համար, ամեն նեղություն քաշեց, վերջում այս ժողովուրդը այնքան հիասթափացրեց այս Մովսեսին, որ ստեղ ինչ ենք տենում, 2 անգամ Մովսեսը ժայռին հարվածում է, բայց Աստված նրան չէր պատվիրել, որ կհարվածես, ասել էր կխոսաս, և ջուր կբխի, կխոսաս, բայց նա հարվածում է, որովհետև այնքան է բարկանում այդ զայրույթից արձագանքը սխալ ալնում, և դա Աստծո աչքին զզվելի թվաց, ինչ ենք տենում, Մովսեսի զայրույթը ստիպեց նրան, որ չհնազանդվի Աստծուն, ինչի արդյունքում ինչ կատարվեց, ասում է Մովսեսը և այդ ժողովուրդը չմտան ավետյաց երկիրը, դուք տեսնում եք ինչքան վտանգավոր է, որ հոտը կարա հովիվին այնքան բարկացնի, այնքան բարկություն բերի, որ հովիվը մարմնավոր քայլեր անի ու իրա պատճառով ու նրա պատճառով ժողովուրդը ավետյաց երկիրից հետ մնա, վտանգավոր է, մենք ստեղ ինչ ենք սովորում, չբարկանանք, չբարկացնենք, զգուշնենք, մանավանդ հավատացյալներս իրար հանդեպ, կարանք ասենք ամեն, հիմա քարոզի վերնագիրը կտամ, Հակոբոս 1:20 համարը, ուշադիր լսեք ինչ գեղեցիկ խոսք կա, մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում, ինչպես Սաղմոս 4:4-ում քիչ առաջ ասացի, կբարկանաք, մեղք մի գործեք, շատ կարևոր է, որ մենք
զգայուն լինենք Սուրբ Հոգու ձայնին մեր բարկացած ու մեր տկար իրավիճակների մեջ, որտեղ մարդը մեղքը գործում է ինչով խոսքով, բառեր կարասի ճակատագրական լինի, գործով ձեռքին ամուսիններ, ձեռքներին տան լայնարձակ իրավունք, որ խփեն կնոջը կամ երեխաների հանդեպ նույնիսկ, մարդը կարա ոչ մի բան չասի ու չանի, մի հատ այնպես չար նայվածք ունենա, այդ նայվածքից թուլանաս ու ընկնես։ Նայվածքը նաև կարա բարկության հետ կապված մեծ արձագանք թողել, հա? Նույնիսկ ցանկությամբ։ Աստծո ժողովուրդ, եկեք իմյունիտետ ձեռք չբերենք բարկության չար արձագանքներին։ Եկեք հակառակ կենանք նրա դեմ։ Կարանք ասենք ամեն։ Մենք ինքնատիրապետենք մեր անձերը, ժողովուրդ ջան, լսեք։ Ոչ մեկը մենակ չէ, մենք է ձեր հետ այս ընկած աշխարհում ենք ապրում։ Այն փորձությունների ինչ քո տան դուռն է թակում, մեր տան դուռն էլ է թակում։ Բայց թե մենք ոնց կարձագանքենք կամ մենք չենք արձագանքի, կթողենք Հիսուսը թակած դուռը բացի ու պատասխանը տա, այդտեղ է մեր հաղթանակը, ամեն։ Այսօր զայրույթի պատճառով մարդկային չար պահվածքի զայրույթի պատճառով այսօր ամուսիններ են բաժանվում, երեխա ծնող հարաբերություններ ապչանում, սա լրիվ սատանայի ծուղակն է, հարազատներ են թշնամանում, ընկերություններ ապչանում, մարդը զայրացած ժամանակ ու բարկությունը ասեմ, անպայման չի ինչ-որ մի հատ սենց մի հատ բարձր ձայնը լինի, որ իմանաս դեմինը զայրացած է, բարկությունը նենց մի հատ գախնի, նենց մի հատ զզվելի զգացմունք է, որ մարդը կարա բարկանա, ինքը իրան կառավարի լուր պահի, բայց անենց բաներ փչացնի, անենց մեղադրանքներ ու բամբասանքներ անի, որ մարդու անունը աղավաղի ամեն ուրեք։ Կարա ինքը շատ լուր ու հանգիստ թվա, բայց անենց չարություններ տակից կարա անի, որ իր այդ բարկության պատճառով, իր նախանձի պատճառով տներ ու ընտանիքներ քանդի։ Մենք պիտի հիշենք մի կարևոր բան, մեր պայքարը հոգով է, հոգով է։ Եթե մենք հոգով պայքարենք, ոչ մի թշնամու նիզակ, այդ նետերը, որ խցվում է մեր վրա, չի հասնի մեզ, որովհետև օծությունը մեզ ծածկել է, երբ որ դու յուղ ունենաս քո վրա, Տիրոջ յուղը օծությունը, այդ նետերը սլանալու են, այդ նետը չի մտնելու քո մեջ ու ոչ մի ձևով քո վրա ազդեցություն չի ունենալու, ծածկվի Հիսուսի օծության տակ, ծածկվի Տիրոջ օծության տակ, այս խոսքի օծության տակ, այս խոսքը օծություն է, գիտեք ինքը բոլորին է օծում, ովքեր որ վերստին ծնվում են ու իրանն են դառնում, քեզ մնում է մեկ բան, ապրես այդ օծության տակ, պաշտպանված ելնես այդ ծածկոցի տակ, ոչ դու բարկացրու, ոչ էլ քեզ բարկացնեն, իսկ եթե կբարկացնեն քեզ, ինքնատիրապետի անձդ ու գնա Հիսուսի մոտ, առաջ շատ շուտ բարկանում էի, հենց մի բան էի լսում, բարկանում էի շուտ արձագանք, արագ, արձագանք պիտի անեմ, որ մի տեսակ խիղճս հանգստանա, ով կա տենց ուրիշ ես եկեղեցում, բոլորը, հիմա ուշադիր լսեք, հիմա որ արձագանք չեմ անում, Տերս ասում է դե հիմա հետ նստի ու նայի թշնամիներիդ ոնց եմ ես հաղթել քեզանով, ինձանով, իրանով, ոչ ինձանով, նայի թշնամիներիդ ոնց եմ ես հաղթել, իչքան գեղեցիկ այբ որ Աստծո մարդը լուռա ու թողում է Աստված պատերազմի, Աստված վրեժխնդիր ունի քո թշնամիների հետ, ոչ թե դու, թող Աստված վրեժխնդիր ունի, այն ժամանակ էլ արդեն չես ուրախանում, ասում ես լավ Տեր, ներում եմ իրանց, օգնի իրանց էլ, եկեք մնանք Աստծո Սուրբ Հոգուն հնազանդ և ինքնատիրապետում հագնենք, ինքնատիրապետում, հա, մանավանդ այս քարոզից թվում է շատ վերաբերում է տղամարդկանց էլ, տղամարդիկ տիրապետեք ձեզ, բռնությամբ, բարկությամբ հարց չեք լուծի, Քրիստոս կերպարը տղամարդու կերպարն է, նա սիրեց, ծածկեց, մաքրեց, սրբեց, փակեց, չխայտառակեց, դա է իրական տղամարդու կերպարը, ամեն, ստեղ ուզում եմ մի պահ խոսեմ ծնողների հետ,
Կներեք շատ կարևոր է, մի քիչ երկարում է քարոզս, բայց պետք է խոսեմ ծնողների հետ, որը որ չափազանց կարևոր է, հա։ Նայեք ինչ է Տերը պատվիրում ծնողներին։ Եփեսացիս 6:4 համարը։ Հայրեր ասում, բայց սրա մեջ մտնում են նաև մայրեր, հայրեր ու մայրեր, ուշադիր լսեք։ Ձեր զավակներին մի բարկացրեք, այլ նրանց տիրոջ խրատով ու կրթությամբ մեծացեք։ Այսինքն հանդարտությամբ մեծացրեք ձեր զավակներին, որովհետև այն ոնց որ մեծացնում եք, վաղ իրանց մեջ այդ բարկությունը զարգանալով մի օր շուռա գալու ձեր վրա ասում է Աստծո խոսքը։ Երկու կարևոր բան, որ մենք հավատացյալ ժողովուրդս պետք է անենք, երկու կարևոր բան, չբարկացնենք ու մենք չբարկանանք։ Թող չմտածենք Աստծո ժողովուրդ, որ թող մեր երեխեքը չպատկերացնեն ու մտածեն, որ ինչ որ բարձր ձայնը բորալը իրանց վրա, դա ինչ որ հզոր մի ուժ է, այդպես բան չկա։ Թող մեր երեխաները չմտածեն, որ որովհետև մենք բարկությամբ ենք իրանց պատժում, իշխանություն է բարկությունը, ոչ, դա անառողջ հիվանդ մտածելակերպ է, որը որ մեր երեխեքին նույնն ենք սովորացնում, որ դրսում իրանք անեն, արել ենք ես ու Արմանը, հա։ Ժամանակին մի սխալ բան նկատում էինք, գոռում էինք, բոռում էինք, ջղայնանում էինք, փոշմանել ենք, գիտեք ինչի, վերջի մանավանդ էս 6-7 տարի փոշմանել ենք, որտև ինչ ենք սովորացել մեր բոռալով, իրանց ավելին կսովորացնենք հանդարտ, մեղմ, սիրով, երբ որ պատժումել ենք, հա, հանդարտությամբ, մեղմությամբ, այս վերջես Անտոնին ինչ չէր լսել, ավտո էր քշել, ավտոն խփել էր, հա, դե իմ արդեն Մայքլի օրինակից ամբողջ ուդարը Մայքլը սկերավ, բայց Մայքլի օրինակից հետո արդեն սովորել ենք մեղմ, չգոռանք։ Հիմա ինչ եմ արել Անտոնին, ասում բալանի դուր տղաս, ահա, էլ չես կարա ունենաս։ Ու ինքը նայում է ինձ, ոչ չեմ կարա, ասում չես կարա ունենաս։ Ես պատժում եմ քեզ սիրուց դրթված, որ դու դաս քաղես, որ երբ որ ծնողդ քեզ մի բան չի ասում, չեն ընդունես ու հասկանաս։ Ինչ եմ ես այս օրինակը բերում, առաջ կգոռայինք, մի հատ կապտակեինք, կջղայնանայինք, ոչ, իմ երեխեքը պիտի սովորեն, որ հարցը կարա լուծվի առանց բարկության, հարցը կարա լուծվի մեղմ նստելով ու խոսելով երեխուդ վրա, նույնիսկ երեխուդ կբռնացնես ամենապղծված արարքի մեջ, նստի հետը խոսա ավելի կզղճա, սիրով, քանց և թե գոռաս ու ծեծես։ Ես սա խոսում եմ ժողովուրդը, ես ինքս մայր լինելով ու մենք ինքներս դաստիարակելով, մենք էնել ենք արեն է, էսի ավելի աշխատում, սրա մեջ մենք հաղթանակ ունենք, նրա մեջ ոչ, եկեք հանդարտությամբ, ասում մեղմ պատասխանը բարկությունը հանդարտացնում է, բարկության ժամանակ ոչ մի արձագանք մի արեք, մենակ սեր տվեք, մենակ սեր, Այնքան են երեխաներին ծեծում, գոռում, խփում, հետո մտածում են, ինչի ինքնավստահ չեն այս երեխեքը, մի տեսակ մեծացել են, տարբեր տեսակ սենց մտովի հիվանդություններով, հա, անդադ իրանք վիկտիմ են տենում, անդադ իրանք խղճում են, մի տեսակ հաստատված երեխեք չեն, որտև ծնողներս ենք փչացնողը։ Գոնե հիմա այսօր ես խոսքը լսեցինք, թող բաներ փոխվի մեր կյանքում, մեր ընտանիքներում, ամեն։ Առակաց 29-22 ասում է, բարկացող մարդը կռիվ է հնարում։ Այո, երբ որ մարդ իր հոգու մեջ բարկացած է, անընդհատ մի բան կհնարի, անընդհատ մի բան կսարքի, որ անընդհատ կռվի առիթ ստեղծի։ Զգացել եք, դա դիվային բռնվածություն է, մարդկա չի հանգստանում, անդադ մի բան հորինում է, ինչի համար, որպեսզի կռիվ ստեղծի։ Եկեք մենք այս կեղտոտ բաները մեր վրայից դուրս գցենք, մեզ չի սազում, եկեք մենք միշտ խաղաղության իշխանի նման քայլենք, որը Հիսուս Աստված է, փնտրենք ամեն բանի մեջ խաղաղությունը, ամեն իրավիճակի մեջ դառը հարված կգա,
դու խաղաղություն պաշտպանի այդ իրավիճակի մեջ, որտեվ խոստանում եմ դու հաղթող կլինես։ Հաղթությունը խաղաղ հանդարտ սրտի մեջ է։ Երբ որ քո սիրտը խաղաղ ու հանդարտ է Քրիստոսի մեջ, ամեն։ Սաղմոս 37:8 արդեն ավարտում եմ։ Դադարիր բարկությունից եւ թող զայրույթդ մի բորբոքի, որ չարություն չգործես։ Անվերահսկելի զայրույթը կործանարար է, քեզ կտանի մեղքի եւ ճակատագրական մեղքերի։ Այսքան երիտասարդներ նայում ենք, չէ, ստեղ սպանություն եղավ, այնտեղ սպանություն եղավ, այնտեղ ինչի՞ց է, զայրույթից։ Պահի տակ բարկացել են, ինձի հայհոյելա, ինձի մայրը հայհոյել է, Սարենա դանակը փորը ինքը գնաց կորավ, են էլ գնաց դժոխք։ Աստված գիտեք ինչ ցավ ապրում։ Իսկ եթե մենք այս ծնողներս, որ այսօր եկեղեցի են գալիս, Աստծուն ամեն կերպ փորձում ենք ճանաչում ես այս խոսքի միջոցով, թույլ տուր թող Աստված փոխի քո կյանքը։ Թույլ տուր թող Աստված մաքրի քեզ։ Ամեն։ Կարող եք ոտի կանգնել։